Աքաղաղն ու արևը։ Փոքրիկ աքաղաղը յուրաքանչյուր առավոտ դիմավորում էր արևին, բարձրանում էր ցանկապատի վրա, ձուղրուղու կանչում ու անտառի վրա հայտնվում էր ոսկեզօծ արևը։ Իսկ ահա այսօր ձուղրուղու կանչելուց հետո արևի փոխարեն մոխրագույն մառախուղը դուրս եկավ։ Հիմա որտեղից գտնեմ արևին, մտածեց աքաղաղը, հագավ իր երկարաճիտ կոշիկներն ու գնաց Փիսիկի մոտ։ Դու գիտես, թե որտեղ է արևը, հարցրեց նա Փիսիկին։ Միաու, ես այսօր մոռացել եմ լվացվել, երևի արևը դրանից է նեղացել ու չի եկել այսօր, մլավեց կատուն։ Չհավատաց Փիսիկին աքաղաղը և գնաց նապաստակի մոտ։ Ես այսօր մոռացել եմ ջրել իմ կաղամբը, այդ պատճառով արևը չի հայտնվել, շշնջաց նապաստակը։ Չհավատաց աքաղաղը նապաստակին ու գնաց գորտի մոտ։ Ուա, կռկռաց գորտը։ Այդ ամենի պատճառով է, ես մոռացել եմ իմ ջրաշուշանին բարի լույս մաղթել։ Չհավատաց աքաղաղը նաև գորտին ու վերադարձավ տուն, նստեց թեյելու ու հիշեց. ախր երեկ ես մայրիկիս նեղացրեցի ու մոռացա ներողություն խնդրել և մայրիկին ասաց. ներիր ինձ մայրիկ, խնդրում եմ, ու հայտնվեց արևը։ Իզուր չեն ասում, բարի գործից աշխարհը լուսավորվում է, ասես արև է ծագում։